Ողջույն, Curiosity Fest-ի թերթերի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Re-Armenia հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանին, բարև ձեզ Գևորգ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Գևորգ, այսօր գրեթե բոլորը ասում են, որ իրենց աշխատանքում օգտագործում են արհեստական բանականություն։ Հետաքրքիր է, այս բումի ֆոնին կա հստակ չափիչ, արհեստական բանականությունը իսկապես արդյունք է տալիս, թե պարզապես լավ է հնչում։ Հա, այդ այնքան լավ նոտայով սկսեցիք, որ համարյա բոլորը օգտագործում են։ Շատ երջանիկ կլինեի, որ իրապես տենց լիներ։ Հա, դե բանա, թվեր կա դրա հետ կապված, 5-ից 10 անգամ ավելի արդյունավետ է դարձնում մարդուն։ Իհարկե, տարբեր ասպեկտներում, տարբեր ոլորտներում, տարբեր գործեր անելուց արհեստական բանականությունը տարբեր չափերով ազդեցություն է ունենում։ Իրականում շատ կարևոր է ոնց որ մի հատ միտք ֆիքսել, որ շատ են խոսում դրա մասին, որ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկանց։ Շատ կարևոր է ֆիքսենք, որ արհեստական բանականությունը չի փոխարինելու, այդ արհեստական բանականություն օգտագործողներն են փոխարինելու արհեստական բանականություն չօգտագործողներին։ Այս շատ կարևոր միտք է, դրա համար կուզեմ ամեն մեկը այս տեսանկյունից նայի դրան։ Իհարկե գործերը տարբեր ձևով են ավելի էֆեկտիվ դառնում կամ փոխարինում, որտեղ կա ավտոմատիզացիա process-ը, երբ որ ինչ-որ մենք գործ ավտոմատիզացվում է ամբողջությամբ արհեստական բանականությամբ լուծվում է, ու կան ուղղություններ, որտեղ քեզ ավելի էֆեկտիվ է դարձնում արհեստական բանականությունը, այդ ուժեղացման process-ն է։ Անգլերեն ասում ենք automation vs augmentation, այդ augmentation-ը ավելի լրացնում է ոնց որ քեզ ինչ որ հմտություններով։ Նու իդեալական դեպքում, երբ որ մենք բոլորս արհեստական բանականությանը որպես գործիք ենք նայում, ու այդ գործիքը տիրապետելը միակ հարցն է, էլի դառնում այդ դեպքում, որ մենք պետքա լուծենք, ու դրանից հետո, հա, հաստատ, այն որ ստուգված է, արդար է, ես ինքս մի քանի ուղղության վրա ստուգել եմ 10 անգամ արդյունավետություն է ապահովում։ Այսօր երիտասարդները եկել են ծանոթանալու ընկերություններին եւ նոր գուցե նրանցից շատերը, ոչ թե գուցե, այլ հենց նրանցից շատերը նոր պիտի մտնի աշխատաշուկա։ Դուք իհարկե անդրադարձաք այդ թեմային, բայց խնդրում եմ կասեք, արդյոք այն ամենացածր օղակի աշխատակիցներին արհեստական բանականությունը չի փոխարինելու այնուամենայնիվ, եթե բոլորն անցնեն դրա գործիքների կիրառմանը։ Չէ, այստեղ կարևոր է նորից հասկանալ, որ ոչ թե մարդկանց է փոխարինում, հիմա մի հատ ուրիշ միտք եմ ասում, ոչ թե այն, որ օգտագործողը չօգտագործողին է փոխարինում, այլ անգամ, երբ որ ավտոմատիզացիայի մասին ենք խոսում, ապա այդ ամբողջական process-ներ են ավտոմատիզացվում, ոչ թե մարդիկ, ովքեր այդ process-ի վրա են, այդ մարդիկ միշտ ազատ են, մանավանդ հիմա 21-րդ դարում նոր բաներ սովորելու, նոր խնդիրներ լուծելու, նոր հմտություններ էլի ձևավորելու, այստեղ կարևոր է հասկանալ, որ մի հատ տենց այս վերջերս քննարկում ենք, հետևյալ իդեայի վրա դուրս եկանք, որ շատերն ասում են ռոբոտները գալիս են մարդկանց փոխարինելու, մարդկանց գործը մարդկանց ձեռքից առնելու են ռոբոտները, բայց արի ուտես, որ իրականությունը հակառակն է, այդ մարդիկ են հիմա ռոբոտների գործը անում։ Ու հիմա ռոբոտները գալիս են իրանց գործը հետ վերցնեն, որ մենք մարդավայել գործերով զբաղվենք էլի արդեն, այսինքն այդ աշխատակիցների մասին, աշխատաշուկայի մասին, որ խոսում եք, շատ կարևոր է յուրաքանչյուր դարաշրջանում, յուրաքանչյուր ժամանակահատվածում այդ ժամանակի ամենասուր խնդիրները, որ հենց մարդու մտքի որոշումների խնդիրներ ձևակերպելու ուրեմն շնորհիվ պետքա լուծվեն, այդ սուր խնդիրները մարդիկ թիրախավորեն ու դրանց լուծելը սովորեն։ Այն ինչ որ ռոբոտը հիմա կարա անի, այն ինչ որ արհեստական բանականությունը առանց մեզ կանի, այդ մարդու գործը չի։ Այսինքն այդ աշխատակցի գործը չի այլևս, այդ արհեստական բանականության գործն է, այդ աշխատակիցը կամ թիմակիցը ոնց կկոչենք, ինքը ուրիշ հարցերով պիտի զբաղվի, էլի։ Այստեղ մի հատ բայց կարևոր բաներ եմ ուզում ասեմ, այս վերջերս մի հատ շատ լավ, շատ հետաքրքիր ֆենոմեն ենք էլի տեսել, օրինակ վեբ կայքեր սարքելուց, landing edge-եր, մի էջանի կայքեր սարքելուց, առաջ կարող է ինչ-որ մի շաբաթ, երկու շաբաթ տևեր, դիզայնը անեին, հաստատեիր, հետ ուղարկեիր, կոդ գրեին, երրորդ, չորրորդ, հիմա արհեստական բանականությամբ ժամերի ընթացքում ես կարող, բառի բուն իմաստով, ժամերի ընթացքում ընտիր որակի landing page ես սարքում, հա, ու թվում է թե օհո, բա հիմա այդ landing page սարքողներն ինչ պետք է անեն, բայց ուրիշ բան է տեղի ունենում։ Landing page-ի սարքելը հեշտանում է, իր գինը անհամեմատ իջնում է, հետևաբար իր պահանջարկն է շատանում։ Ու աշխարհում շատ շատերը, ոսկի չէին էլ մտածում իրանց կայքեջը ունենալու մասին, հիմա ուզում են արդեն ունենալ, որտեղ էժան է։ Ու պատվերները շատանում է, հետևաբար արդեն այդ գործանողների քանակի աճն է արդեն նկատվում։ Այսինքն կարիքը
այս արհեստական բանականությամբ թեկուզ ավելի արագ, ավելի կարճ ժամկետում, ավելի էժան անողների կարիքը շատ ավելի մեծ է, այսինքն ըստ էության նոր աշխատատեղեր է բացվում։ Այսինքն այդ process-ները զարգացման իրանք շատ բազմաշերտ են։ Միակ բանը, ինչը որ հաստատ է, անպայման յուրաքանչյուրս արհեստական բանականության գործիքները պետքա կիրառեն մեր գործերում, մեր process-ներում։ Չէ, իրականում նայած ինչ խնդիր ես լուծում, եթե իլյուստրացիաներ ես անում, այնտեղ չգիտեմ, Midjourney-ն է կամ նույն GPT-4-ն է, ասենք, ChatGPT, կամ եթե ինչ-որ թարգմանությունների վրա ես կարողա, չգիտեմ, Gemini, ասենք, թե 2.5-ը կամ Claude-ը օգտագործես, ինչ գործիք կօգտագործես, այդ կախված է նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել։ Գործիքները շատ են, 34,000-ից ավել AI գործիք կա էլի արդեն, բայց այդտեղ ուրիշ հարց կա, որ ըստ էության այսօր մինիմում գրագիտության շեմը, մինիմալ գրագիտության շեմը հաղթահարած քեզ կարող ես համարել, եթե արհեստական բանականության գործիքներին տիրապետում ես։ Ասենք ոնց որ չգիտեմ, 100 տարի առաջ տառը ճանաչելնելը դարավ մինիմում շեմ, հա, միջև այդ օրինակ, չգիտեին, չէ՞, օրինակ սովետական միության մասին, եթե գիտեք, 20-30-ական թվականներին տենց լայնամասշտաբ լիկբեզ էր գնում, լիկվիդացիա без грамотности։ Ու այն ժամանակ գյուղում կարող ասենք մի հոգի մարդ լներ, որ տառը ճանաչա, մի հատ հեռագիր էին ստանում, վերում էին իր մոտ, ասում են կարթա էս ինչա, ասենք հանգարց ինքը այդ օրը գյուղում չլինի, մնում էր այն մյուս օրն էր իմանում հեռագրի մեջ ինչա գրած, ու մինիմում գրագիտության շեմը սահմանվեց արդեն տառը ճանաչելնելով ու սկսեց ակտիվ բան գնաց, չէ, ոնց որ արշավ կրթվելու։ Հիմա ըստ էության այդ մինիմում շեմը հաղթահարած ես համարում քեզ, եթե նու ոչ թե գրել կարդալ գիտես, այլ նաև ես ուրեմն արհեստական բանականության գործիքներին ես տիրապետում, էլի։ Այսինքն այդտեղ անխուսափելի է, որ բոլորը պրակտիկորեն ամեն ինչի մեջ օգտագործելու են ԱԲ-ն, հարցը ստեղ ուրիշ տեղ է, ով ավելի շուտ կսկսի օգտագործել ու այդ թվում օրինակ եթե ազգերի կտրվածքով նայենք, հայությունը եթե ավելի շուտ սկսի օգտագործել, ավելի շուտ այդ ամեն ինչին տիրապետի, հետևաբար ավելի շուտ կդառնա անգամներ ավելի արդյունավետ ու տարբեր ֆրոնտերում մեր հաղթանակները շատ ավելի իրատեսական կլինեն, էլի։ Կա կարծիք, որ արհեստական բանականությունը օգտագործելիս կորում է ստեղծագործականությունը, ճկուն միտքը եւ այլն, դուք ինչ կասեք այդ մասին։ Ես կասեմ, որ ոչ, ստեղծագործական միտքը, ստեղծարար միտքը նույն ձև ոնց մնացած ամեն ինչը արհեստական բանականության օգտագործման շնորհիվ տասնապատիկ ավելի արդյունավետ է դառնում։ Այսինքն այն մտագրողները, որ դու կարող ես տարբեր քո օգնական ուրեմն չաթերի հետ, GPT-ների հետ անել, ուրեմն այն հետազոտությունների տեմպը, որ քեզ տալիս է արհեստական բանականությունը, երբեք չի եղել։ Ես ինքս կրթությամբ նկարիչ ելնելով Գեղարվեստի ակադեմիան եմ սովորել, ավարտել, ահագին ժամանակ հենց ստեղծարար ոլորտում եմ գործել, կազմակերպություններս էլ են այդ ոլորտում եղել։ Ես շատ լավ հիշում եմ, թե մեր յուրաքանչյուր պրոյեկտի ուրեմն այդ հետազոտությունների փուլն ինչքան էր տևում, այդ brainstorming-ները մեր ոնց էր անցնում, ասենք 5-6 հոգով նստած քննարկում ենք, մեկ է մի հատ իդեա գալի ու ասում ենք, էս շատ կարևոր է, այն մյուսն ասում է, բայց այդ պետքա մի հատ ուսումնասիրենք, ասում եմ, օքեյ, դավայեցի, այսօր իրիկունը ուսումնասիրենք, վաղը մի հատ կշարունակենք գործը։ Հիմա ինչ այսօր իրիկուն վաղը, ասենք, րոպեների, վայրկյանների ընթացքում ըստ էության աշխարհում եղած ցանկացած տվյալ, ցանկացած ձևով համադրած կարողանում ես ստանալ ու այդ մտագրողի process-ում շարունակել, ել չեմ ասում, որ այդ GPT-ներն էլ, custom GPT-ները հատկապես, իրանք էլ իրանց հերթին են մասնակցում այդ մտագրողում, հա, լիքը իդեաներ են բերում, լիքը, ասենք, ինսայթներ, նոր մտքեր, այսինքն շշմելու աստիճանի ոնց որ ավելի արդյունավետ է դառնում հենց ստեղծարար, հենց ստեղծագործական աշխատանք կատարելը, էլի։ Աշխարհի խոշոր IT ընկերություններում երբեմն լինում են խոտաններ, նույն Facebook-ում, Instagram-ում եւ Meta-ում եւ մնացած այլ ընկերություններում։ Եթե հանկարծ մի օր արհեստական բանականության մեջ լինեն խոտաններ եւ պարզվի, օրինակ ChatGPT-ի մասն ենք խոսում կամ անալոգ որևէ այլ գործիքի։ Եվ պարզվի, որ մարդիկ օրինակ հետազոտություն անելուց հետ են վարժվել, ելույթ գրելուց հետ են վարժվել, այդ դեպքում ինչ է լինելու, ինչ վտանգներ կան։ Չէ, տեսեք, արհեստական բանականությունը պետքա չմոռանանք, որ օգտագործում ենք որպես գործիք։ Հիմա հետազոտություն անելուց դու այսպես թե այնպես ինչ-որ գործիքներով էիր անում, ելույթ գրելուց այսպես թե այնպես ինչ-որ գործիքներով էիր գրում, ժամանակին, չգիտեմ, սեպագրերով էին, ասենք, զուբիլով տուֆի վրա փորում, հետո ինչ-որ մագաղատներ, հետո թուղթուգրիչ, հետո համակարգիչ, կլավիատուրան էիր, ասենք, հա, սխմում դրանից առաջ գրիչով էիր գրում, հիմա պրոմպտերով ես նույն բովանդակությունը ստեղծում, այսինքն
գործիքն է փոխվել, գործիքի հետ էֆեկտիվությունն է փոխվել։ Առաջ օրինակ եթե ելույթ էիր գրում, ինչ որ մի բան սխալ գրեցիր, այդ ջնջելը միած սպիտակ ասենք ինչ որ խոսքը տեխնիկական աշխատանքի մասին չի։ Այսինքն այդ թվում գեներացնելը, իդեաներ գեներացնելու մեջ եւս դու քննարկումների մեջ ես, չէ՞, մարդկանց հետ, ինքդ քո հետ, նախկինում կարդացածդ գրքերը, լսածդ ուրեմն ճառերը իրանք բովանդակություն են, որը քո հիմա եղած իդեաների հետ միասին համադրվում է։ Հիմա այսօր արհեստական բանականության գեներացրած բովանդակության, իրա գտած բերած բովանդակության հետ քո միտքը նույն ձևով ոնց նախկինում կարդացած գրքերի հետ, հա, այսպես ասած, պասեր տալով, աշխատելով զարգանում է։ Դուք խոսում եք այն մարդկանց մասին, որոնք արդեն ունեն բազա, բայց իսկ եթե այն դառնա համատարած եւ մարդիկ պարզապես ամեն ինչ պատվիրակեն եւ հույսը դնեն գործիքների վրա, ինչ է լինելու այդ բaragայում։ Չէ, տենց հիմա էլ չեք կարող աշխատել, այսինքն եթե հիմա դուք ձեր դերը բացառեք process-ի մեջից, չեք ստանա լավ որակ։ Այսինքն հստակ ասեմ, եթե նույն արհեստական բանականությանը ճիշտ ձևակերպած խնդրով ես դիմում, ու ինչ որ կիսատ բռատ խնդրով, ասենք եթե ասում ես, օրինակ տեխնիկաներ կամ պրոմպտերի ACDQ-ն օրինակ ամենատարածվածներից է, որ իրան ասում ես, հիմա դու պետքա գործես որպես մարքեթինգի մասնագետ, իր դերը տալիս ես, ասում ես act as ինչ, հետո կոնտեքստն ես տալի, ասում ես ու պետքա իմ համար, ասենք Career City Fest-ի, ասենք արշավը պլանավորես, այդ կոնտեքստը տվեցիր, հետո դետալներն ես տալի, ACDQ-ի դինա, ասում է ու այս Career City Fest-ը Հայաստանում գործող կազմակերպությունների աշխատաշուկայում դիրքավորվելու մասին ալնելու, հետևաբար իմ աուդիտորիան SS կամպանիաներն են, հետո մի հատ Q question-ներն է, ու հետն էլ ասում ես, եթե հարցեր ունես, որ կուզես դրանց պատասխանները քեզ տամ ավելի լավ ինձ օգնես, ապա տուր այդ հարցերը, հա, այս տեխնիկայով ես եթե դիմում իրան, լրիվ ուրիշ որակի արդյունք ես ստանում, բայց երբ որ ասում ես Մերիդիանում մի հատ միջոցառում եմ անում, դրա մարքեթինգային արշավը գրի, ասենք հիմար բաներ կարող է քեզ գրի, այսինքն արդյունք չես ստանա։ Հետևաբար մարդը, որը օգտագործում է այդ գործիքները, ոնց է խնդիրը ձևակերպում ու տված արդյունքները ուսումնասիրելուց ոնց է որոշում կայացնում, արդյոք էս այն շոյնան պետքա թե չէ, արդյոք պետքա նորից գեներացվի, արդյոք շուբան պետքա փոխվի թե չէ, դրանից ուղիղ կախված է վերջնական արդյունքը։ Արդյունքում ունենք արհեստական բանականությունը որպես շատ գրաբարով ասած sophisticated, այսինքն շատ բառի լավ իմաստով բարդ գործիք, օգտագործելու տեսանկյունից չէ, իր հետևի process-ների տեսանկյունից բարդ, հա, մի հատ գործիք ունենք, որտեղ մարդը խնդիրը ձևակերպում է, պրոմպտերը համապատասխան տալիս է, այս գործիքը արդյունքն է տալի ու մարդը այս արդյունքը գնահատում է ու որոշում է, լավն է, օգտագործում է, չէ։ Այսինքն sense tenant սկզբում վերջում էլի մարդն է, մեջտեղը պրոստը գործիքն է փոխվել։ Այսինքն ոչ թե Google ենք անում research-ի համար, ասենք Google Docs-ով էլ տեքստը գրում, այլ ասենք Perplexity ենք օգտագործում ուսումնասիրության, այսինքն հետազոտության research-ի համար, ու ենթադրենք, չգիտեմ, նույն GPT-ով ասենք chat-ով կամ Claude-ով ասենք թե Claude-ի ասենք Sonnet 3.7-ով, որ շշմելու որակի տեքստեր է գրում, ասենք, այդ տեքստ են գրում։ Այսքան բան, то есть գործիքն է փոխվել, այդ շատ կարևոր է գիտակցել ու այդ ոնց որ մեկ-մեկ ձիերի արշավի ենք, էլ բանը, ձիերի ոնց որ այդ երամակի ենք, էլի նմանացնում, այս տեխնոլոգիաները որպես գալիս են, ու դու կամ հեծնում ես այդ ձիերին, ու շատ ավելի մեծ արագությամբ գնում առաջ, կամ չես օգտագործում, չես հեծնում, ընկնում ես ոտի տակ, էլի։ Հիմա պետք է որ մենք բոլորս հեծնենք այդ AI ձիերին։ Դուք նշեցիք բոլոր դրական կողմերը, հետաքրքիր վտանգներ չեք տեսնում։ Վտանգները այդ ամեն ինչից, ուրեմն ոչ գրագետ օգտվելն է, օրինակի համար AI տված բովանդակությանը կուրորեն հավատալը, որտեվ շատ հաճախ գալուցինացիաներ է ալնում, սխալ տեղեկատվություն է տալի, մանավանդ երբ որ դու ոչ թե ստեղծարար մասով ես հետ աշխատում, այլ ճշգրիտ տվյալներ ես ուզում, հաճախ սխալ տվյալներ ես էլի ստանում։ Մի խնդիրն է դա, մյուս խնդիրը, այս գործիքները լավ տիրապետող վատ մարդիկ կարան ասենք բազմաթիվ ֆեյքեր անեն, բազմաթիվ ուրեմն մեդիա դաշտում էլի խնդիրներ առաջացնեն, հա, ու եթե մեդիա գրագիտությունը բավարար չի, դու կարաս զոհ դառնաս այդ բովանդակության, այդ առանձին հարց է։ Մյուսը իհարկե արդեն ավելի հեռավոր ապագայում, երբ որ այս soft-ի մակարդակից նաև տենց համատարած ինտեգրվի hard-ի մեջ, այսինքն ռոբոտները ֆիզիկական, արհեստական բանականությամբ արդեն օժտված, սկսեն ինքնուրույն որոշումներ կայացնել, տարբեր խնդիրներ կարան լինեն։ Հիմա մեքենաներ օրինակ, ինքնավար մեքենաներ են, սիստեման հանգարց զբոյտ է, այդ մեքենան ասենք պրոստը չկանգնի, ասենք մարդ չկա, որ որոշում կայացնի, հա, ասենք ահագին վթարների առիթ կարա դառնա։ Այսինքն ռիսկեր
բազմաթիվ շերտերում կան, բայց երբ որ դու նայում ես հնարավորությունների, ուրեմն ծավալը, որ բացում է արհեստական բանականությունը, դու հասկանում ես, որ չէ, սա շատ ավելի մեծ է, քան այն ռիսկերը, ու ավելի լավ է դու այդ ռիսկերը կառավարես, այս հնարավորությունը բաց չթողես, քան թե ռիսկերից խուսափելու համար նաև հնարավորությունը չօգտագործես։ Նու այդ իհարկե հիմա տրիվիալ միտք կասեմ, բայց այդ ոնց որ բոլորին հայտնի է, որ ցանկացած ինովացիա ռիսկերով գալի ու բերում այդ հնարավորությունները։ Այդ միջուկային, ասենք, ատոմային էներգիան կլինի ատոմային ռումբով, թե ինտերնետը իր, չգիտեմ, պոռնկագրական նյութերով ու ասենք կրթվելու բովանդակությամբ, կամ հոսանքը, որ խփում մարդասպանում, մյուս կողմից ամեն ինչ աշխատացնում է եւ այլն։ AI-ն էլ նույն ձևով նորարարություն է, շատ մեծ մասշտաբի դեպ նորարարություն, որը շատ մեծ հնարավորություններ է բացում, հետո էլ բնականաբար ռիսկեր է բերում, որ պետքա կառավարենք, էլի։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն շատ։